նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Եթե դուք որևէ մեկի հետ անհաջող բիզնես լանչ եք ունենում, ապա դրանից հետո միանգամից հաջորդում է էկոնոմ նախաճաշը։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ Մենք այս պայն ուղիղ եթերում ենք Լոս Անջելեսում 22:30 եւ 5 շաբթի օրերը իհարկե երեկոյան հանդիպում ենք, որպեսզի լավ հայկական երեկո անցկացնենք։ Բնականաբար մեր շատ սիրված հարգելի լավ ընկերների հետ, հյուրերի հետ այս ժամանակը միասին կանցկացնենք եւ իհարկե ձեզ հետ միասին սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ ինչ եք անում դուք այս պահին, դուք ըստ ավանդույթի դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք այս պահին, մենք ոնց որ ասած ըստ ավանդույթի սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Այս կազմակերպությունը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Մասնագետները, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր, ունեք սովորություններ վնասակար, չեք կարողանում ձերբազատվել, բայց ցանկանում եք, ապա մտածելու կարիք չկա։ Պարզապես դիմում եք 911 Detox Center, իսկ հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես համալիր չէ, այլ առողջարան է։ Նախ եւ առաջ շատ հարմարավետ համարներ, իհարկե լողավազաններ տաք հանքային ջրով, հարմարավետ ամեն ինչ բոլոր հարմարությունները մեկ տեղում, ինչը դրա համար հարկավոր, պարզապես ունեք հանգստյան օրեր, զանգահարեք, ամրագրեք ծեղերը եւ գնացեք լիարժեք լավ ժամանակ անցկացրեք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները, որոնք ընդգրկել ենք եւ այնուհետև սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Հնագետները հայտնագործություն են կատարել, որը իսկական նվեր է հին Եգիպտոսի պատմության համար։ Նրանք գտել են Ռամզես II-ի արձանի կորած մասը։ Սա իրոք նվեր է հին Եգիպտոսի պատմության համար, բայց ոչ նվեր Ռամզես II-ի համար, ում այդ մասը վաղուց արդեն հարկավոր չէ։ Միլիարդատերերը կրկին ռեկորդներ են սահմանում։ Աշխարհի ամենահարուստ մարդիկ, ուշադրություն, 2025 թվականի ընթացքում վաստակել են 2 տրիլիոն դոլար։ Պատկերացնում եք 2 մի տեսակ ջղայնացա, փոքրիկ դրվագ եւ կրկին կվերադառնանք։ Սիրելի հեռուստադիտողներ, ջղայնությունս իհարկե անցավ, կապված 2 տրիլիոն դոլարի հետ, եւ այս պահին շատ մեծ ուրախությամբ ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, իմ շատ լավ ընկեր, երգիչ, տաղանդավոր մարդ Սերոբ Աչեմյան։ Սերոբ ջան, բարի երեկո։ Բարի երեկո։ Ես կրկին ուրախ եմ տեսնել քեզ մեզ մոտ տաղավարում, միասին այսօր իհարկե առիթը շատ լավ առիթ է, որովհետեւ երգի պրեմիերա ենք ունենալու մեր եթերում։ Եվ իհարկե բնականաբար իհարկե երգեր, զրույց, հետաքրքիր լավ ժամանակ։ Շնորհակալ եմ քեզ կրկին։ Վերջի անգամ երբ ենք հանդիպել։ Վերջի անգամ գիտես մոտավորապես մի 2 տարի անցել է։ Դե մենք շատ հաճախ ենք իհարկե հանդիպում, եթե հա, մենք դրա մասին խոսենք, հիմա մի անգամից Սերոբ ջան, ուզում եմ խոսենք երգի պրեմիերայի մասին, որ այսօր ունենա։
Ինչ երգ է, ոնց ստացվեց մտահղացումը, ինչի մասին առասարակ։ Ուրեմն շատ պոպուլյար երգ է Արմջան, բոլորս մեր հայությունը շատ լավ գիտի այդ երգը։ Երգի անունը Գինետուն է, բոլորս սիրում ենք, բոլորս լսել ենք։ Ճիշտ ասած չգիտեմ ով է օրիգինալ երգիչը, քանի որ ես տարբեր երկիշներ են երգի, տարբեր տեսակի ու իմ մտքով շատ վաղուց անցնում էր մի տարբերակ, ասեցի որ պետք է ձայնագրեմ անպայման, քանի որ մի քիչ ուրիշ տարբերակ է։ Այսօր գերկեմ անպայման գլսեք։ Եվ ոչ միայն նաև ես գիտեմ տեսահոլովակի։ Այո, մոտ վիդեո ենք նկարել ընկերոջս հետ, DJ Պաշի հետ։ Նույնպես նա եկա վիդեոյի մեջ։ Բոլորս միասին որոշեցինք մի հատ գեղեցիկ հետաքրքիր ինչ-որ մի բան պատրաստենք եւ այդպեսի լույս աշխարհի եկավ նոր վերսիայով, նոր տարբերակով, նոր արանժировкով եւ փոփոխություն կա նույնպես երգի մեջ։ Դե մենք բնականաբար իհարկե կլսենք քո երգը եւ իհարկե միասին կտեսնենք տեսահոլովակը, իդեպ արդից օգտվելով նաեւ ջեր ողջուներս DJ Պաշին, նույնպես շատ տաղանդավոր, շատ լավ մարդ, մեր շատ լավ ընկեր եւ բայց իսկ ով էր արսակ նկարահանում, ով թե դուք այսպես ինքներ, որտեւ ես այսպես ընկերային, այո, այո, իշքան կոմերցիա չէր, իշքան ընկերներով единомышленники, как это будет? Համախոհներ։ Այո։ Այդպես ստեղծվավ։ Իդեպ նրանք, ովքեր օրինակ ծնվել են ապրիլի շրջանում, իրենք համախոհներ են։ Երևի թե։ Մենք համախոհներ ենք։ Չէ, նա ես ինչի եմ ասում, որովհետև տեսահոլովակի իհարկե մեր հեռուստադիտողները նույնպես կդիտեն, ես առիթ ունեցել եմ միջև եթեր այսպես մի փոքրիկ դիտեցի, ոնց որ շատ հայկական էր։ Այդ նկարածը ինքը գիտես, մի տեսակ եթե դու այսպես չիմանայր որ ինքը այստեղ Միացյալ Նահանգներում է, ասեր որ Հայաստանի այնտեղ Դիլիջանի կողմեր են Երևի դա արդեն կարոտն է, գիտես։ Կարոտն է կանչ է, երևի նման է շատ ոնց որ չմտածված այդպես ստացվել է։ Այո, ստացվել է այդ կադրները, քանի որ դե իշքան է մենք հերոյ լինենք, իշքան է ապրենք այլ երկրում, հոգով սրտով Հայաստանը միշտ մեր հետ է, ուզում ենք երևի ինչ-որ մի բան փոխանցենք ինչ-որ խոսքի մեզնից է կախված այնպես բան, որ կապ ունի Հայաստանի հետ։ Ինչպես երգը, ինչպես ասեցիր, շեշտեցիր, որ ասում են, շատեր ասում են Հայաստանում եք նկար, ասեցի չէ։ Հայնքը շատ ես էլ եմ ասում, այս մեր հեռուստադիտողները նույնպես որ դիտեն, այո, իրոք ինքը այսպես չես տարբերի։ Ես նաև իդեպ հիշեցի, նոր իհարկե խոսեցին Գինետունը, այսպես ընկա իհարկե այսպես հիշողությունների գիրկը եւ հիշեցի արդեն Գինետունը, որը Երևանում էր, չէ՞, Գինետուն կար առանձին Երևանում։ Չգիտեմ։ Այո, ինքը այսպես հա կար Գինետուն։ Այո, այդպես ես առաջել էի կատարում այդ երգը, բայց ոչ իմ տարբերակը, ոչ իմ արանժировкով, ու շատեր ասում էին ձայնագրե։ Եվ վերջապես եկավ այդ բառը, որ որոշեցինք Սերոբ ջան, իսկ լավ, դա կանադառնանք իհարկե այսօր կրկին, իսկ մենք արդեն փաստորեն իհարկե հաճախ ենք հանդիպում, բայց հաղորդաշրջանակում մոտ 2 տարի անցել է, ինչ նոր ստեղծագործ կան էլի բաց էս ամեն ինչից, այսինքն բուրըն էլի ստեղծագործու, բուրըն այսպես գործունեություն շարունակում ես երգել, ինչ հետաքրքիր ինչ որ նորություններ էլի կան։ Ինչպես միշտ հարսանիքներ, ինչպես միշտ տարբեր միջոցառումներ երգում ենք, գնում ենք այստեղ այնտեղ տարբեր տեղեր երաժշտի կյանքը դու գիտես ոնց է։ Այո, գիտես, իսկ ոնց է օրինակ ինչ շատ հետաքրքիր է իհարկե նաև քո կարծիքի իմանալ, այսպես յուրաքանչյուր ոլորտում, նույն մեր հեռուստատեսության կամ կինոյական չէ։ Այսպես կան ամիսներ, որոնք ժողովրդական լեզվով մենք ասում մեռած ամիսներ։ Մեռած ամիսներ, որ մայիսն է մեռած։ Մայիս, այսինքն Հարսանյանց հանդեսներն մայիսին չեն անում ոնց այն ժամանակ, թե հիմա այնուամենայնիվ չեն հետևում դրան։ Քիչ են անում, էլի փորձում են, այո, ասում են мы не суеверны, но стараемся как бы все равно բանը։ Դե օրինակ հին ժամանակները ավելի այսպես ընդհանրապես հետևում են եւ մայիսին ընդհանրապես։ Հարսանիքները շատ դա ասեմ ամառն է։ Ամառ։ Դե որտեվ ամառը երևի էժան է, ավելի դրա համար, չէ՞։ Ինձ նույնպես մի հրավիրում են Ռուսաստան, չգիտեմ, մի էժան է թե, չգիտեմ, ինձ թվում է Ամերիկայում էժան բան չկա։
Չէ, չնայած երևի աշունը ավելի էժան, հա, դե ամառը լավ է, որովհետև ամառը այնուամենայնիվ, չգիտեմ։ Քանի որ մենք արդեն ամուսնացած ենք։ Այո, մենք արդեն չենք հետևում նման Այդ չենք հետևում դրա մասին։ Դե հիմա շատ բաներ իհարկե փոխվել, առասարակ եթե խոսքը գնաց Հարսանյանց արարողությունների մասին, այն ժամանակ երևի թող իհարկե ես չեմ ուզում ոչ մեկին այսպես նեղացնեմ, բայց անընդհանուր երևի այն ժամանակները ավելի Հարսանյանց արարողությունները ավելի անկեղծ էր, ավելի մարդամոտ էր գուցե։ Գիտես, որովհետև հիմա ավելի շատ այսպես ցուցադրական ինչ որ բաների հետևից է։ Այն ժամանակ ինչ էր, օրինակ Բաքվում մի հատ մեծ պալատկա էին անում։ Բոլոր բանկը գնում նստում ուրախանում են գնում են տներ։ Հիմա մի տեսակ շռայլություն, այսինքն ով ինչ ավելի այսպես ցույց տա, որ սենց կան, բայց ինձ թվում է կյանքը փոփշի, փոխվել է, ամեն ինչի մեջ է մի ցուցադրությունը շատ է ցավով սրտի, չգիտեմ լավ է թե ոչ, բոլորը տեսնում են ցանցերում, սոցցանցերում, այսպես արեց Հարսանիկը, մյուս այսպես արեց, այս երկիչ եկավ, այն երկիչ եկավ, այն աստղին բերեն, պոպուլյար երկիչին բերեցին ու ոնց որ թե, գիտես, ստադնայի ճուստվան, դիք շատ լավ մի հատ։ Հա, ինքը, հա, բայց այնուամենայնիվ կարևորը իհարկե որպեսզի ուրախանան մարդիկ, ուրախանան լավ։ Այո, իհարկե ուրախանում են լավ ժամանակ։ Ինչքան ուրախություն չի, ինչքան որ գեղեցիկ։ Ոչ թե գեղեցիկ, այլ նկարը սիրուն նկարը։ Հա, որ նայես վաու։ Հա։ Բայց չգիտեմ, այստեղ էլ այդպես, Հայաստանում էլ այդպես, Ռուսաստանում էլ այդպես։ Ես խոսքը չի գնում, որ այստեղ կամ մի այլ տեղ եւ այո, ես հետ համաձայն եմ, որովհետեւ մի քիչ ավելի շատ ցուցադրական բաներ հետևից են կանգնում, այնուամենայնիվ, որը կարող է եւ պետք չի, բայց այնուամենայնիվ տենց է արվում։ Մենք հայերը սիրում ենք։ Մենք հայերը սիրում ենք, այո։ Իսկ առհասարակ մի խոսքով իսկ նոր երգ բացի Արսանյանց արարողություններից էլի նոր երգեր պլանավորում եք թե բացի այս Այո, այս տարի անցած տարի ասեմ որ մի քիչ այս հատուկ պաուզա էի վերցրել, որ շատ երգեր պատրաստեի, հիմա այդ այ երգերը բոլորը կա, այս վերջում ընկերներս եկել էին մեր տուն։ Այո, համ ուրախացանք, համ իմ նոր երգերը ցույց տվեցի, ասին շատ Մենք որ անցալ մեր հաղորդման ընթացքում ես հիշում եմ, որ մենք խոսում ենք առասարակ գուցե ինչ որ արդեն ժամանակը խոսելու մենահամերգի բան, թե հələ որ դեռ Ոչ, այս տարի պետք է երկերը պատրաստեմ, ինձ թվում է արդեն եթե դաժե ես չուզենամ, շատ հրավերներ կլինի, քանի որ ինձ թվում է ու իմ ընկերներից կարծիքը, որ երկերը նորից ցույց տվեցի, քեզ էլ անպայման ցույց կտամ։ Շատ դուրերներ եկան, շատ գրագետ։ Դու այդ երկեր դու ես հենց գրում անում։ Ես էլ եմ գրում, ընկերներս էլ են գրում, այո, արանժիրովկա Հայաստան, տարբեր տեղեր ենք անում։ Հայաստան, Ռուսաստան։ Գիտես, իհարկե ես նաև խոսեցինք երգերի մասին, այսպես իհարկե մեր ընկերական շրջապատում եւ շատերը գիտեն, որ դու որոշակի առումով նաև այսպես նմանակումներ կարող ես անել եւ առանձնահատուկ իհարկե դերը, առանձնահատուկ այսպես դա քո նմանակումն է մեր լեգենդար, մեր շատ սիրված Հարութ Փամբուկչյանի Ձախ Հարութի նմանակումը։ Հիմա արդից օգտվելով, հա, նաև մեր հեռուստադիտողներին նույնպես ծանոթացնելով, մի փոքրիկ հատված օրինակ կերկես, որ մի հատ նաև տեսնենք այդ տաղանդը որպես նմանակող։ Փորձեմ, բայց ես գիտեմ որ պատրաստ ես, բայց հետաքրքիր կլինի լսել։ Որ իսկ նախ դու ինչի հենց նմանակ, հա, չգիտեմ, ես հեչ մի անգամ չեմ փորձել իրան նմանա ոնց են ասում նմանակես, բայց ստացվել է նմանակես, այո, ինչ որ ձայն, բայց ասեմ Ամերիկայում ինձ շատ ասում են Ձախարութ երգի, Ձախարութ, որտեղ որ գնում եմ անպայման մեր մայստրո, մեր լեգենդ Ձախարութի երգերից անպայման վկայում։ Ես իդեպ ես հիշում եմ մի պատմություն կար, կարող ենք հիշել, հա, որ Կարամ, պատմեմ, ուրեմն ես մեր սիրելի ընկեր Գրիգորի Եսայանը եւ Ձախարութը Հարսանիկ էին մեզ հրավիրված էինք Հարսանիկ, ուրեմն դե պարզապես բոլորը սեղանի շուրջ նստած էինք, դե ելույթ, երգիչներ տարբեր, ուրեմն մեր Ձախարութն է երգում է իր գեղեցիկ երգերը, պոպուլյար, ուրեմն պես կադագով ասում եմ, խփում եմ Եսայանի թևին ասում եմ
ախպերս բոլոր ռեպերտուարս երկեց դե բարձրապես Եսայանը քանի որ շատ մոտ ինքնենք լավ գիտես ինքը գիտեր իր երկրի կատարում եմ ու շատ նման ծիծաղ ես դե ինչ գիտենամ որ մայստրոն պիտի գա սեղանի շուրջ երկից հետո դրա մասին պատմում եմ ջոգեմ գոր արդեն պիտի ես խփում չասես ու ամոթ դելսիկ ես մարդը չգիտի որ ես իր երկերն եմ իրքում ասում եմ մայստրո խաբար ես ինչի ասում սերոպը ինչի ասում ես լրիվ երկերես ելար երկես ես ձախարոտ նայում չի ջոգեմ չի ջոգի ինչ է կատարում Ինչ ասում չելը այդ էր ջան sorry մեր մայստրոին հա այն ողջուններս իհարկե դեմ Սերժ ջան մի հատ փոքրիկ ակապելլա եթե դեմ չես չնեմ որ այո Սերեմ տվել որ սերառնեմ ես քեզանից բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից աչքերիդ մեջ փնտրելով ես թաղից տար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 ar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 
ես առանց քեզ մենակ մնամ երևի ես առանց քեզ ինչպես աղիք նարանջերի ես առանց քեզ կապրեմ առանց արևի ես առանց քեզ մենակ մնամ երևի ես առանց քեզ ինչպես աղիք նարանջերի Այո, բրավո։ Իսկ այսպես խոսեցինք իհարկե հաճախակի հիմա շատ երկիչներին տեսնում ես նաև տարբեր սերիալներ, իսկ օրինակ քո դեպքում ես գիտեմ ինչ որ փորձեր եղել է, ինչու եմ ասում, այսինքն նմանակում դերասանական ինչ որ բաներ, թե դա ինչ որ մի պա եղավ եւ վերջել չուզեցա։ Կա, մինչև այս վերջում էլ նկարահանում, այո, եղավ, բայց ինչ որ մեծ դեր ոչ хотя предлагали առաջարկել են, բայց ես չեմ ուզել, քանի որ չգիտեմ, ես հոգով ուզում եմ, բայց հասկանում եմ, որ այդ 100% իմս չէ։ Ես կարող չկարանամ 100% ինձ ցույց տամ ճիշտ տարբերակ ինչպես որ պետք է։ Դրա համար ավելա, եթե բանոր պետք չկարանաս մաքսիմալ 10 ինչ որ դու ես պրոֆեսիոնալ, եթե դու քեզ ներկայացնում ես պրոֆեսիոնալ մարդ, պրոֆեսիոնալ վարպետ, ուրեմն այդ դեպքում պետք է նույն մատերիալը պետք է 100%-ով կարողանաս 10, որ դիտողը տեսնի ու հասկանա ինչ ես փոխանցում։ Դե դա ասեմ քեզ պրոֆեսիոնալ մոտեցում է, որովհետև հենց քո մոտեցումը պրոֆեսիոնալ մոտեցում է, որովհետև ոչ բոլորն են այդպես մտածում։ Հա, այո, պետք է անպայման Իսկ փոքրիկ դրվագներ նկարվում եմ, հա, ընկերական շատ հաճույք եմ ստանում, քանի որ բոլորս ընկերներ ենք, բոլորս այո։ Շատ լավ։ Սերոբ ջան, եթե դեմ չես, մենք կարող ենք անցնել մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին իհարկե կարանք անցնենք։ Որովհետեւ դեռ իհարկե մենք քիչ ուշ իհարկե անպայման կզրուցենք, դա շատ մեր հերոստատիտողներն նույնպես հետաքրքիր կլինի, մենք իհարկե մի քիչ խոսեցինք այդ մենահամերգի մասին, բայց այնուամենայնիվ ինչ է մոտակա իհարկե նախագծերի մասին իսկ մի հարց էլ տամ եւ արդեն անցնենք մեր հաղորդման էջին։ Իսկ մենք արդեն խոսեցինք հարսանյակ կարողության հարսանյաց, բայց այստեղ իսկ ավելի, գիտես ինչն է հետաքրքիր։ Լավ, այդ ծնունդ դա ամեն ինչը հասկանալի է, բայց կորպորատիվ երեկոներ օրինակ լինում է հաճախակի, թե այդպես չէ, ոչ այդքան եւ հրավերքներ լինում են։ Քանի որ ես կարամ համեմադրեմ, ճիշտ եմ ասում, համեմադրեմ։ Այո, այո։ Քանի որ ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում, այնտեղ ամեն ինչը ավելի շատ էր։ Ավելի շատ, քան այստեղ, կարող քիչ ժամանակ եմ այստեղ։ Գիտեք քանի տարի արդեն։ 3 տարի կես։ Մի տարից արդեն կարող պասպորտի դիմեմ։ Շատ եմ սպասում այդ պահին։ Ու կան այստեղ եկան այստեղ ուրիշ level է, ուրիշ տարբերակ հետաքրքիր է, ասեմ, այս վերջում շատ հետաքրքիր ելույթ ունեցա բժիշկների
Valentin the Days, այդպես ճիշտ եմ Սուր Վալենտին օրվա առիթով բժիշկների հավաքույթ է։ Ու բոլոր տարբեր սֆերա ոնց են ասում հայերեն ճիշտ։ Ոլորտի, այո։ Տարբեր ոլորտի մասնագետներ էին, բայց բոլորը բժիշկներ էին։ Այսինքն տարբեր բժիշկներ, այո։ Խիրուրգ, կատամնաբույժ, սերդեչնիկի, դե բայց Վալենտինի օրը եթե հաշվի առնելով դա սրտաբանների երեք։ Շատ, դա չէ, շատ տարբեր բժիշկներ են, տարբեր սֆերայի բժիշկներ են ու այնքան լավ գեղեցիկ պատրաստություն են ու ես հրավիրված էի, քանի որ իմ ռեկլամա չանեմ։ Դե փաստորեն կա այդպես լինում։ Այո։ Դե դու ու ելույթ ունեցա շատ լավ, գեղեցիկ, շատ այո, բաներ, փակ երեկո էր։ Շատ հետաքրքիր էր։ Շատ լավ։ Հետո հիմա իհարկե Աստված սերու պետք չէ իհարկե դրան գա այդ բայց պետք լինի մանկից բժիշկներին որ մեկը կասի տեսակ եկա հիմա ես ձեր մոտ։ Շատ լավ։ Սերոբ ջան, դե ես հիշացրու պարզապես մեր անցյալ խաղի ժամանակ դու հաղթեցիր, թե պարտվեցիր։ Հիշում եմ որ ինձ դու հաղթեցիր։ Չէ, ես չէ, հերոստատիտողներ ես պարզապես միջնորդ խեշ տղաս, դες պարզապես միջնորդ եմ։ Հիմա մեր այո, չէ, ես իհարկե ուզում եմ մեր ընկերները հաղթեն, իհարկե նույնպես դա կցանկանամ որպեսզի հաղթես, բայց դրա համար պետք է ուշադիր լինենք։ Երկրորդ անգամ չպարտվենք, լավ։ Այո, ինչքան է ասեցի Արմջան հարցերի պատասխանը ասի աղբերս, ինչքան քեզ երկով վճարեմ, քանատ երկերքեմ, ասեց ոչ, մենք կաշար չենք ընդունում։ Այո, մեր մոտ ազնիվ է ամեն ինչը։ Արդար ժողովուրդ ջան, արդար։ Պատրաստ ենք։ Փորձենք։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այս պահին ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշարն է եւ մեր հաղորդման երկրորդ էջը, այն է մի փոքրիկ խաղ ենք անցկացնում մեր հյուրերի հետ տվյալ պարագայում Սերոփի հետ միասին լսելու են 3 երգի հատվածներ, երգը ընդհատվելու է 4 տարբերակ ասելու են, որը մեկը ճիշտ է, 3-ը սխալ եւ Սերոփը պետք է ընտրի ճիշտ տարբերակը։ Դուք նույնպես ակտիվորեն մասնակցում եք, փորձում եք ճիշտ գուշակել եւ գնացինք առաջին երգի հատվածը միասին լսենք այս պահին։ Ինձ միշտ շփոթում են, ինձ շատ սիրում են, եւ միայն դու անձնին չես նկատում, այն սեղանի առջև միշտ լռում ես, ու թերքեր ես կաշտում, ու թե տեսնես միայն իմ։ Որտեղից է երկերը դու վերցնում։ Ու թե տեսնես միայն իմ ինչ-որ բանը, հեսա կասեմ ինչ է, կհասկանաս, թե իզուր ես կորել, հետո շարունակությունն է։ Հիմա նայ, ու թե տեսնես միայն իմ հայացքը, ու թե տեսնես միայն իմ շուրթերը, ու թե տեսնես միայն իմ աչքերը, և վերջապես, ու թե տեսնես միայն իմ ոտքերը։ 4 տարբերակն է կարող է լինել հայացքը, շուրթերը, աչքերը, ոտքերը։ Շուրթերը կարող է պարզապես լինի այսպես շատ, մեծ կարող լինի փոքր։ Ոնց որ սենց արվում։ Էս կատակ երգ է։ Չէ, բացարձակ շատ լուրջ հոգեբանական, արտացոլուման երգ է։ Չգիտեմ դու որտեղից ես այս երգերը գտնում։ Ես քեզ ասեմ, ես բացել եմ այդ գաղտնիքը եւս մեկ անգամ ասեմ, սա մեր շատ բոլոր սիրված երգիչ երգիչները հատուկ մեզ համար են պատրաստում, ուղարկում են, որովհետեւ մենք հնչեցնենք եթերում եւ մեր հյուրերը թխանք։ Օ, այդ տարբերակի, լավ։ Ես էսի իշքան գիտեմ այդքան է հետամնաց չէ մեր հայկական ասպարեզը։ Հա, հետընկած չես լսել։ Լսում եմ երգերը։ Դե դրա համար դու չես լսել, որովհետև սա հատուկ մեզ համար է, դրա համար չի հնչել։ Okay, լավ, դե ուրեմն դեպքում եթե կրվեմ այդքան դար չեմ անել։ Միայն իմ հայացքը, շուրթերը, աչքերը, ոտքերը։ Ես առաջարկում եմ անել ոտքերը, որովհետև տեսնել ոտքերը միշտ ակտուալ է, միշտ այսպես։ Ինչ են անում, իդեպ որ նկին ես տեսնում գեղեցիկ, առաջին ինչին ես ուշադրություն դարձնում կնոջ։ Բայց անկեղծ ասեմ, ժպիտին շատ լավ։ Կարևորը գիտեք, չուզեց իհարկե ուղի եթերում ասի Սերոփեն, չի դարձնում ուշադրություն։ Սենց այսին նստած այսին շատ ջարնացած սենց։ Դու էլի ժպիտին ես նայում իր։ Իհարկե։ Բայց եթե ինքը չի ժպտում, հոգով է ժպտում։ Ոչ մի ձև Սերոփովի եթերում չի ուզում ասել, ինչին է դարձնում ուշադրություն առաջինը։ Միայն ժպիտը։ Միայն ժպիտը, այո, գեղեցիկ ժպիտը։ Բրավո։ Ռոմանտիկ իհարկե մոտեցումները այս շատ Գույնայ ֆերոմ ռոմանտիկ։
Գոնե ուղի եթերում անենք։ Եվ այսպես ինչն ենք ընտրում, միասին ոտքերը։ Ոտքերը ճպտում են։ Ու քո կարծիքով երգը պետք է հնչի ու թե տեսնես միայն ին ոտքերը, կհասկանաս թե իզուր ես կորել։ Իհարկե։ Ես քանի որ արդեն երկրորդ անգամ եմ լինում։ Գիտես կարմի շատ արտահայտություն, որը չգիտեմ, հիմա ժամանակին ասում էին, որ գնում են տուն, հա, ասում են ասիկան մի բաժակ ջուրբ է, տեսնենք ոտքերը տողա, թե չէ, տենց բան կան։ Հիմա էլ կա։ Հիմա էլ կա, Հայաստանում կա, այո։ Չէ, Հայաստանում կա, այստեղ չգիտեմ, բայց գիտես ինչի, որովհետև գիտես ինչի Հայաստանում կա, որովհետև Հայաստանում բացում ես ջուրը գալիս է, իսկ ստեղ չկա, չես կարանդիղ, ստեղ շշերով է։ Ու գեղեցիկ ոտքերը բերում են այդ ջուրը։ Да. Так что ընտրում եմ ոտքերը։ Շորթերը չես ընտրում, որովհետև գիտես այսօր շատ ակտուալ են շորթերը, որովհետև գիտես թե ինչեր են, ինչ ասես լցնում են այդ շորթերի մեջ։ Լցնում են։ Այո։ Հայա աչքերը նույնպես աչքերն են գեղեցկացնում, ինչ որ բան։ Մի խոսքով բոլոր 4 տարբերակը կա։ Քանի որ 4 տարբերակն է, այո, կարա լինի եւ 4-ը принципе, как говорится, авторը ոնց ուզում է, կարա այդպես գրե, չէ՞։ Հա, դու բան չունեմ ասում։ Եվ հայացքը կարող է լինել եւ շորթերը եւ աչքերը եւ Բայց չգիտեմ այս երկի մեջ ոտքերն է ուզում։ Ոտքերն է ուզում։ Շատ լավ, դա քո ընտրությունն է։ Փորձեք լսել։ Դե իհարկե նորմալ է, որովհետեւ տղամարդին չպետք է ընտրի, իհարկե պետք է ոտքերն ընտրի։ Ու թե տեսնես միայն իմ ոտքերը այս տարբերակ ընտրեցեր, ճիշտ է դա թե ոչ, մենք հիմա կլսենք եւ կանցնենք։ Բարաբանային դրոպ երկրորդ երկի հատվածը դու լսենք։ Սերժան, ավելի հասարակ Ես կուզեի ասեի աչքերը, գիտես չէ։ Որտեվ պետք է ավելի հասարակ մոտ։ Քանի որ մեր բոլոր հայկական երգերը աչքերը դե կապված։ Որովհետև ես օրինակ Բայց ասեցի երևի նույնպես կրոց կրեատիվ ինչ-որ մի բան։ Ես բան չունեմ ասել, բայց ի տարբերություն քեզ, ես որ միանգամից առաջինը նայում եմ կնոջ աչքերին, ճիշտ է քեզ ասեմ։ Միանգամից նայում եմ աչքերին եւ հետո արդեն մտածում եմ նայել ոտքերին, թե ինչ։ Ու ինչ ես տեսնում։ Ես պարզապես աչքերին եմ նայում, ոչինչ։ Մենք զրո պարտվում ենք, սրով հավաքվի։ Okay։ Լուրջ հավաքվի, որտեղ ունենք երկու։ Երկու ունենք, որ կարողանանք 1-1 2-1 հաղթենք։ Քեսա հաղթենք։ Գնացինք։ Խնդրեմ երկրորդ երկի հատվածը միասին լսում ենք այս պահին։ Ամեն գիչերու արավոցներ են երկում, եւ պատճառը չսիրելու չեմ հասկանում, ինչ ասում եմ կամանում եմ չի հավանում, եւ անգամին դեմքը նա տեսնել չի ուզում, եւ տեսնում է ինձ ասում է որ հեռանամ անգամ անունը քո մոռանալ, ինձ իմ ափերից հանում է ամեն անգամ, մի խոսքով անտանելի է։ Մի խոսքով անտանելի է քո խորթ մաման։ Ոչ։ Մի խոսքով անտանելի է միշտ քո մաման։ Okay։ Միշտ մի խոսքով անտանելի է մորդ մաման, այսինքն տատը։ Եվ մի խոսքով անտանելի է սուպեր մաման։ Ինձ թվում է առաջ տարբերակը միայն Քո խորթ մաման։ Այո։ Քո խորթ մաման, միշտ քո մաման, մորդ մաման, սուպեր մաման։ Պետք չի շտապենք, որովհետև եթե հանկարծ էսանք պարտվեցինք, այդ կպարտվում ենք։ Okay։ Նայ, մի խոսքով անտանելի է, լավ, գնանք հերթով, հա, մի քո խորթ մաման, դե կարա լինի քո խորթ մաման, որովհետև դե հարազատ խորթ մամա, այսինքն նշանակում է զոքանչն է գալիս, դե հիմա խորթ մաման խորթ զոքանչ։ Խորթ զոնկաչ, այո, գալիս է խորթ զոքանչ, այո։ Չնայած Պարզապես կարա լինի։ Կարա լինի իհարկե, չնայած դե ինչ տարբերություն, զոքաչը մնում է զոքաչ։ Բոլորն է շատ լավն են։ Բոլորն է շատ լավն են։ Այո։ Ով ենք մենք, որ ինչ որ բան ասենք։ Եթեր կա, եթերից հետո դուրս գալ կա։ Երկրորդ տարբերակը միշտ քո մաման։ Միշտ քո մաման։ Մի խոսքով անտանելի է միշտ քո մաման։ Եթե որ ավելի մոտ է տղային, այս դեպքում կարա լինի, քանի որ եթե մաման դեմք է։ Երրորդ տարբերակը մի խոսքով անտանելի է մորդ մաման, այսինքն զոնքաչի մայրիկը, պատկերացնում ես այն ամեն ինչը ինչ հավաքվել է զոնքաչը մի հատ էլ իր մամայի մեջ։
Ինձ թվում է տատիները ավելի բարի են։ Ավելի տատիները Այո, տատիները բարի են։ Բայց այստեղ տատի, բայց ինքը այստեղ գալիս է փաստորեն տատի է ինքը իհարկե, բայց շոտքի զոքաչի մայրիկն է։ Զոքաչի Չէ՞ մի հատ ոնց որ սերիալ է անուն լինի, Զոքաչի մայրիկը։ Դիտեք, Զոքաչի մայրիկը։ Звонок другу можно? Հա, չորրորդն էլ ունենք, սուպերմաման էլ ունենք։ Սուպերմաման։ Այո։ Վայ մամաջան։ Վայ մամաջան։ Մի խոսքով անտանել է վայ Վայ մամաջան։ մամաջան։ Կոխորդ մաման միշտ Իսկ այնքան նման են տարբերակներ, բացի սուպերմամայից։ Okay, դնեցիք մի կողմ։ Խորտ, Կոխորդ մաման, մամայից մաման, եւ սուպերմաման մաման։ եւ քո մաման։ Հա, կոխորդ մաման, միշտ քո մաման, մորդ մաման։ Մորդ մաման։ Ռիֆմա բոլորն է подходит, Դե բոլորը մամաներ են։ Վերջում միշտ մաման։ Մաման եւ papan։ Հա, չէ, papa չկա, տես, գիտես ի՞նչն է հետաքրքիր, միշտ մեր երգերում էսպես միշտ տղամարդիկ լավն են էլի լինում։ Օրինակ երբեք չես լսի երգ մի խոսքով անտանել է քո խորտ papan։ Կյանքում, դա խորթել լինի մեկը լավն է, հա։ Կամ մի խոսքով անտանել է մորդ papan։ Չի կա, մորդ papan միշտ որտեվ իրանք մենք բարի ենք էլի։ Միշտ մամաներն Հա, են, միշտ հա, ինձ կատել է։ են։ Արա, որտեվ մենք լավն ենք էլի տղամարդիկ։ Ասելեք գովում եք։ Լավ է, Զովուր ջան։ Սիրեք էլի մեզ Սիրեք մի քիչ։ մեզ, հա, այո։ Սիրեք մեզ Չենք մի քիչ։ մեկ։ Մի քիչ սիրեք։ Ու մենք ընտրում ենք արմ ջան, որ տարբեր։ Քո խորտ մաման, միշտ քո մաման, մորդ մաման։ Դու ո՞րն ես ըստ քեզ։ Քո մաման։ Ոստե չկա քո մաման։ Ես քո մաման չկա։ Կա քո խորտ մաման։ Ես քո մաման։ Կա քո խորտ մաման մեկ։ Քո մոր, քո Կա միշտ քո մաման։ Քո մաման։ Միշտ քո մաման։ Միշտ քո մաման։ Ոնց, Միշտ քո մաման, ես քո մաման։ Միշտ քո մաման, որովհետև տվյալ պարագայում, այսինքն մայրիկն է, խորթը չի։ Okay։ Նա, այստեղ երեք տարբերակ կա, կա խորտ մայրիկ, կա մայրիկ եւ մամայի մայրիկ։ Okay, ընտրում ենք քո մաման։ Միշտ քո մաման։ Միշտ քո մաման, Միշտ քո մաման։ Ինչ թվում է այդ այս դեպի, հա, այս տարբերակում կլինի։ Շատ լավ։ Ես իհարկե քո կոնտրոլությունն եմ։ Մի խոսքով անտանել է, իդեպ ես խոսք գնաց մինչև իհարկե երկընտրենք։ Իսկ շատ հետաքրքրունակ դու ինչպիսի հարաբերություններ ունես, որքան շատ է սիրում քո զոքաչին, ասա։ Շատ։ Ապրես, ասա։ Շատ լավ զոնկաջ ունեմ։ Այո, իհարկե։ Զոքաչը բոլորն շատ լավն են։ Շատ լավն է։ Դա անունն է ուղղակի դուս եկե, բայց իրականում դրանք շատ լավն են, այո։ Ասում են զոնկաջանում մի անգամ է դուրս գա։ Հա, էլի, մի անգամ դուս եկե մարդիկ, բայց շատ լավն են բոլորն։ Չէ, շատ լավ զոնկաջ ունեմ, զոնկաջը բարևում եմ, ջերմ բարևներ եմ ուղարկում։ Տեսա՞ք։ Մի խոսքով անտանել է միշտ քո մաման այս տարբերակ ընտրեց սերոպը, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա լսենք եւ անցնենք վերջին երրորդ եզրափակիչ երգի հատվածին, խնդրեմ։ Եվ տեսնում է, ինձ ասում է, որ հերանա, հերանանք քո մորանա, ինձ իմ ափերից խոմ է ամեն անգամ, մի խոսքով անտանելի է միշտ քո մաման։ Շանսի есть, короче говоря։ Զոքաչների մեծ մասնագետ սերոպին ճիշտ պատասխան պրոֆեսիոնալը։ Մամա։ Սերոբ ջան, 1-1 Հիմա երրորդ եզրափակիչն է, հիմա պետք է փորձենք հաղթել, թե չէ։ Իդեպ ես ուզում եմ նաև մեր հեռուստադիտողներն է տեսան, իրենք որ ես ընդհանրապես ոչ մի կապ չունեմ, դու ինքդ ընտրեցիր։ Այո, այո։ Դե, խնդրեմ, երրորդ երգը վերջին լսենք։ Հույսով եմ այս երգը գիտեմ։ Հա, գիտես, անգիր գիտես այս երգը։ Հա, ինքը շատ է։ Խնդրեմ։ Լավ, փորձենք։ Ամերիկան դեկադե Parade silne amrvane Amerikan dekade Parade silne amrvane New York, Boston Նյու Յորք, Բոստոն, Ամերիկա, առաջի տարբերակ։ Նյու Յորք, Բոստոն, Կալիֆոռնիա, երկրորդ տարբերակ։ Նյու Յորք, Բոստոն, Նորթ Հոլիվուդ, երրորդ։ Դժվար է։ Բայց ինչի դժվար։ Եվ Նյու Յորք, Բոստոն, Մեքսիկայով։ Ոչ։ Ոչ, ինչի։ Նյու Յորք, Բոստոն, Մեքսիկայով չէ, Լոսա Մեքսիկայով։ Մեկ վատ դրությամբ կարող է ակտուալ լինել այդ երկը եթե։ Ես քեզ ասեմ, որ հիմա Մեքսիկայով էլ ակտուալ չի։
Միգվա դրությամբ չի, მე երևի մի քանի տարի 2 տարի առաջ երևի ակտուալ է։ Տարի առաջ ակտուալ էր։ Բայց հիմա ամենայն դեպս այնց է չի որ այս երկերը գագրվել։ Դե գիտեմ որ ինչ ոնց որ հին երկ լինի։ Դա հələ գիտես այն ժամանակ։ Այն ժամանակը պարսկա երկիր։ Այն ժամանակ հələ Ամերիկան է բացված չէր, հələ մենակ Մեքսիկան էր, հələ Կոլոմբոսը չէր։ Երևի Կալիֆոռնիա։ Այդ վաղտ այս երկը գրվել էր։ Եթե նայ, ես մտածում եմ Նորթ Հոլիվուդ 100% ոչ։ Բայց ինչի։ Դու ոնց կարա լինի Նորթ Ինչի եթե Հոլիվուդ։ հա Վեստ Հոլիվուդ կարա լինի։ Չէ, ոչ է Վեստ։ Ինչի։ Վեստ Հոլիվուդ չի կարա լինի, որովհետև Հոլիվուդ կարա լինի։ Բայց Նյու Յորք, Բոստոն, Նորթ Հոլիվուդ Դե հասկացար չէ՞ չի։ Հոլիվուդ բայց չի կարա լինի, որովհետև Նյու Յորք, Բոստոն, դե Հոլիվուդը կարճ է լինում։ Վեստ Հոլիվուդ, Այստեղ կարար մելիզմա մնել Հոլիվուդ։ Կարա։ Լավ, օքեյ, ուրեմն Բայց Ամերիկա ունենք, Նյու Յորք, Բոստոն, Ամերիկա։ Ռիթմ չկա, բայց կարա, քանի որ Կարա իհարկե դու ես ընտրել երկիր, Վերջապես չէ, վերջապես Նյու Յորք, այսինքն նայ, բայց այդտեղ գիտես ինչն է այդտեղ ինքը փաստորեն Նյու Յորք ընդեղ, Բոստոն ընդեղ եւ այստեղ, հա, Կալիֆոռնիան է կար, բայց այստեղ նա գիտես ինչն է հարցը, Նյու Յորք ինքը փաստորեն քաղաք, ճիշտ է։ Բոստոն ինքը քաղաք, ահա, այո։ եւ այստեղ Նորթն է քաղաք մնում։ Որովհետեւ Ամերիկա մայրցամաք առհասարակ ստես տանք, Կալիֆոռնիա նահանգ, Այո։ եւ մենակ քաղաքը Նորթ Հոլիվուդն է։ Բայց չեմ մտածում որ կամ պոպուլյար է Նորթ Հոլիվուդը, որ Ոչ ինչի պոպուլյար է, այդքան հայ է ապրում։ Հայը ոչ պոպուլյար տեղ կապրի, հասկանալ է այդը գլենդել չի, բայց դե երկի համեմատ ինձ թվում է դժվար թե ինձ թվում է ավելի շատ Կալիֆոռնիա, քանի որ Ես հասկանում եմ, բայց իմ հարցը գիտես ինչու՞մն է, նայ Նյու Յորք, Բոստոն, բայց ինչի նահանգ։ Այդ դեպքում քո ասելով պետք է լիներ Նյու Յորք, Բոստոն, Սակրամենտո։ Այո։ Համաձայն ես։ Նյու Յորք, Բոստոն, Սակրամենտո, վերջապես մայրաքաղաքն է Կալիֆոռնիա, բայց չի Դա մեր Կալիֆոռնիա։ կարած բառերը կարտասել։ Մեծ սիրով։ Նյու Յորք, Չէ, դրանից առաջ ինչ է երգում մեր երկիչը։ Ուզում ես լսես։ Հա, կարանք։ Եթե կարելի է միևս մեկ անգամ լսենք այդ փոքրիկ հատվածը երրորդ երգի։ Լսենք։ American decade paradesine amevare American decade paradesine amevare New York Boston Նորթ Հոլիվուդ չէ, արտոգոսա Նորթ Հոլիվուդ չէ։ Նյու Յորք, Բոստոն, Ամերիկա, Կալիֆոռնիա, Մեքսիկայով Այ մամա ջան, ուրեմն Նյու Յորք, Բոստոն, Ամերիկա, կարա լինի։ Նյու Յորք, Բոստոն, Կալիֆոռնիա, կարա լինի։ Նյու Յորք, Բոստոն, Նորթ Հոլիվուդ։ Post է զգնում, չէ, չի լինում։ Նյու Յորք վերջի տարբերակն որն է։ Մեքսիկայով։ Նյու Յորք, Բոստոն, Մեքսիկայով լինում է։ Բայց ես ընտրում եմ կամ Կալիֆոռնիա կամ Ամերիկա։ Դա պետք է մեկը դրես, տենց ոնց կլինի։ Ուրեմն ես ուզում եմ որ մեր ոնց է ասում հերոստատիտողները։ Լավ, ես քեզ տալիս եմ հուշում ես տալիս։ Այո, երկու սխալ տարբերակները հանում ենք։ Օ, շատ լավ։ Շատ լավ։ Նորթ Հոլիվուդը Մեքսիկան հանում ենք, թողնում ենք Ամերիկա եւ Կալիֆոռնիա։ Բայց այդպես ես ասեցի։ Բայց դե հիմա մեր համակարգիչը այդպես հանեց։ Նայ, քանի որ լոգիչսկի եթե լոգիկայով մտածենք, նայ, ուրեմն ինքը երկի սկիզբը երկում է, չէ՞, որ Ամերիկան շատ առատ է, շատ գեղեցիկ է։ Այո։ Ուրեմն հետաքրքիր, ուրեմն այստեղ հարց է զագում, կամ ինքը կարա մեկ անգամ է կրկին երկրին վպրիպևե կարա ինքը կրկին Ամերիկա բառ կամ ավելի եթե ավելի գլոբալ մտածի խոսքի ասեք Կալիֆոռնիա, բայց Հա, բայց նույն տիպի կարող էր ասել կներես, կարող էր ասել Նյու Յորք, Բոստոն, Արիզոնա։ Ես դրա համար Բոստոն, չգիտեմ։ Հետաքրքիր է երկիչը որտեղ է ապրում կամ ապրե։ Քրի եմ ասում, որտեղ շատ մեծ կապ ունի։ Եթե ինքը ապրի Կալիֆոռնիայում, ինքը գրած կանի Կալիֆոռնիա։ Եթե ապրի Արիզոնայում, կարեր Արիզոնա։ Եթե Նևադայում, Լաս Վեգասում, կասեր Նևադա։ Ու բայց եթե ինչ որ շտատ է ապրում, мало известный, возможно,
ինքը կարար պրոստը Ամերիկա ասեր։ Դե կարող ասել Նյու Յորք, Բոստոն եւ Ալյասկա, եթե Ալյասկայում ապրեր։ Ինքը Նայ, մենակ է։ քանի որ ինքը արդեն ասում է Նյու Յորք, Բոստոն, դիք տարբեր նահանգներ են ճիշտ է, հասկանում չէ։ Այո։ Դրա համար ինքը կարա ասի Կալիֆոռնիա, իմ հարցս իմ պատասխանը Կալիֆոռնիա։ Հասկացա, բայց ինչի Նյու Յորք եւ Բոստոն, այնտեղ ինքը պետք է ասի ըստ Արդեն նահանգների։ կուպլետների Այսինքն Նյու մեջ է։ Ջերսի, Չէ, այդպես не подходит։ Не подходит։ Ուրեմն քանի որ, նայ, ես այսպես եմ մտածում։ Եթե ես գրադերն եմ երկը, ուրեմն երկը գրում եմ Ամերիկան շատ առատ է, շատ գեղեցիկ է, բլա 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 շատ բարի, կարող է երկել Նյու Յորք, Բոստոն, Պասադենա։ Կարար։ Նյու Յորք, Բոստոն, Պասադենա։ Կարող։ Բայց քանի որ ինքը վերցրել է մեծ քաղաքներ, պոպուլյար քաղաքներ, համ Բոստոնն է։ Պասադենան պոպուլյար չի։ Չէ, դրա մասին հարց խոսք չէ։ Բոստոնը պոպուլյար, բոլորը գիտեն Բոստոնի մասին։ Գիտեն։ Թատանել է երկում դաժե դրա մասին։ Թատան, բայց երկում էր Հոլիվուդում, մենք խոսում ենք հայերեն։ Չէ։ Ինքը ուղղակի ես քեզ ասեմ, ինքը երկում է Կապկոտ, Նորթ մեկը Հոլիվուդում։ մեկը Մոսկվա, Ոչ, ինքը մեկը երկում է Երևան։ Նորթ Հոլիվուդում, մենք խոսում ենք հայերեն, որովհետև Նորթ Հոլիվուդը քեզ հայերեն։ Այդ ուրիշ երկի մասին է։ Հասկացա։ Ենք ջտագի մասին ենք խոսում։ Ջութակը որ կապ, հա մեկը Բոստոն, 6 yarում են, մեկը Բոստոն, մեկը Երևան։ Այո։ Դրա համար ես մտածում եմ Բոստոն։ Այմա Թաթայի յարը որ Բոստոնում է դրա համար է դե։ Իհարկե, կարա լինի։ Չէ, բան չունեմ։ Կարա ամեն նկատությամբ ամեն ինչ կարա լինի։ Այո։ Ես մտածում եմ, եթե երկիչը գրել է արդեն սկզբից արդեն Ամերիկայի մասին ասել է, որ երկում է Ամերիկայի մասին, ինչքան գեղեցիկ, ինչքան առատը եւ երկի մեջ թվում է Նյու Յորքը, Բոստոնը եւ Կալիֆոռնիան իհարկե, պարզապես դիլինի։ Ինքը չի կարա նորից Ամերիկա։ Վաղ մտքի թելը ոնց որ թե արդեն անիմաստ է լինում։ Դի ասա Կալիֆոռնիա, որ ինքը Դու հիմա խոսում ես ու քեզ հանգստացնում ես։ Ոչ, ես լոգիչսկի հա, ես նույն ակտիվ ես կարող եմ ամբողջությամբ ասել Ամերիկա։ Ես կընտրեմ Կալիֆոռնիա։ Ահա։ Ու ինձ հետաքրքիր է իշքանով է ավտորի հետ իմ մտածելակերպը համընկնում։ Դաժե եթե կրվեմ։ Շատ լավ։ Եվ այսպես Նյու Յորք, Բոստոն, Կալիֆոռնիա այս տարբերակ ընտրեց Սերոփը շատ երկար մտածելուց հետո, ճիշտ է դա թե ոչ մենք լսենք եւ անցնենք արդեն մեր երկի պրեմիերային։ Խնդրեմ։ Ամերիկա մեկատե արադե սիրունե ամերվանե Նյու Յորք, Բոստոն, Կալիֆոռնիա Բրավո ավտորին։ Վերջապես այո, այսքան Այո։ Ռևար շարեցիր այսօր, այո։ Այո, նվերը սուր ախպերս։ Այդ հետո։ Գնաս Կալիֆոռնիա գստա։ Նորթ Հոլիվուդում։ Նորթ Հոլիվուդում նվեր էին պատրաստում Նորթ Հոլիվուդից քեզ, բայց որ չընտրեցիր այդ տարբերակը, ասին դե ուրեմն կմնամ մեզ։ Այո։ Դե հիմա այդ։ Շատ լավ է դե երկեր էր ընտրել։ Այո, շնորհակալություն, ապրես։ Սերոբ ջան, դե հիմա մինչ անցնենք պրեմիերային, դե մի երկու բառ իհարկե խոսեցինք, կա էլի այլ նախագծեր, թե պարզապես այսպես դաթարից հետո մի քիչ երկերը եւ այսպես ավելի։ Ոչ, արդեն այս ամիս նոր երկ է ելնում։ Մարտի 1-ին նոր պրեմիերա է ելնում։ Նոր երկ։ Այո, հետո մարտի 17-ին նոր երկ է, ամիս երկու հատ երկ է ելնում։ Եվ երևի ապրելին է արդեն մի չգիտեմ, աստղ ասեմ թե պոպուլյար երգիչ է մեր Հայաստանում։ Շատ բարի, հա։ Այո, դուետ է լինելու։ Չես ասում դեռ։ Ոչ, թողնի անակնկալ, արդեն երկը պատրաստում ենք։ Այդ երկը շատ լավ, դե հետաքրքիր կլինի, իհարկե կսպասենք։ Դե Սերոբ ջան, իհարկե մաղթում ենք հաջողություններ քեզ։ Բեարկե բոլոր քո երկրպագուները եւ մենք բոլորը սպասում ենք եւ հիմա եթե դեմ չես արդեն անցնենք մեր պրեմիերային եւ Սերոբ ջան դեմ չես լինի դու կերքես ուղի եթերում նայ մենք համ կլսենք Սերոփի երգը համ նաեւ տեսահոլովակը նույնպես էսպես կդիտենք Живой live այո եթեր բայց դա մի քանի րոպե դու պատրաստվի Չէ, դու կարող ես պատրաստվել, ես պարզապես եւս մեկ անգամ նշեմ մեր հաղորդման գործընկերներին եւ իհարկե շնորհակալություն հայտնեմ աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, եթե դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն, 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում եւ պրոֆեսիոնալները կվերադարձնեն լիարժեք կյանքի, եթե կա նման խնդիր,
911 դիտակ սենթրի հետ խնդիրը լուծված է։ Հեռախոսամանը 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է շատ հիանալի հանգիստ, հարմարավետ համարներ, լողավազաններ տաքանքային ջրով, առողջարան պարզապես, այնպես որ եթե ունեք հանգստյան օրեր, մտածելու կարիք չկա, զանգարեք, ամրագրեք ձեր տեղերը եւ գնացեք լավ ժամանակ անցկացրեք։ Եվ հեռախոսամանը 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ Սերոբ ջան, պատրաստ ենք արդեն։ Պատրաստ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես Armenian Evening, Սերոբ Պաչեմյան, հրաշալի գեղեցիկ երգ Գինետուն։ Եկեք լսենք եւ վայելենք։ Ես գնում եմ գինետում Ճամպերս մորանալու Կորցրել եմ իմ քյարի Գինետան ճանապարհի Միայնակ եմ ես հիմա Աչքս քո ճանապարհի Կորցրել եմ իմ քյարին Գինետան ճանապարհին Ամենասնող կարծում եմ Ձույն է դրել մասերիս Գինետուն է ինձ կանչում Դարդերս եմ ես հիշում Ուր եք տանում ճամփաներ Մուտու խավար ճամփաներ Գինետուն եմ ես գնում Դարդերս եմ ես հիշում Ամենասնող կարծում եմ Ձույն է դրել մասերիս Գինետուն է ինձ կանչում Դարդերս եմ ես հիշում Ուր եք տանում ճամփաներ Մուտու խավար ճամփաներ Գինետուն եմ ես գնում Դարդերս եմ ես հիշում Սխալած երկի։ Ոչինչ, դա ոչ մի կապ չունի, հիանալի երգ, հիանալի կատարում եւ շնորհակալություն քեզ։ Բրավո։ Քեզ էլ շատ Մերսի մապեր։ Եղավ։ Դե Սերոբ ջան, կարծում եմ իհարկե մենք առիթներ շատ անպայման իհարկե կունենանք հաղորդման շրջանակներում հանդիպելու, որովհետև կարծում եմ էլի շատ եւ շատ հետաքրքիր պրեմիերաներ եւ երգեր կլինի եւ կունենանք անպայման առիթ հանդիպելու։ Շնորհակալ եմ քեզ անչափ։ Նույնպես։ Շնորհակալություն։ Լավ հյուրեր քեզ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներիս մենք արդեն հանդիպելու ենք հաջորդ 5 շաբթի, իհարկե MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում, այնպես որ մի քիչ զիվվեք համբերությամբ եւ մենք անպայման շատ շուտով կհանդիպենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի,
մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։